Ինչպես եւ Արուսյակը խոստացավ բարեկամներ, այս պահին հյուրընկալել եմ մեր տնօրենին ARTN-ի հիմնադիրին պարոն Օգլախչյանին, բարի եկել պարոն Օգլախչյան։ Բարև ձեզ։ Եվ խոսելու ենք այսօր համեմատաբար ավելի թեթև թեմայի մասին, խոսելու ենք մի ֆիլմի մասին, որը երեք միասին դիտել ենք եւ ձեզնից շատերը վստահ եմ դիտել են AGB-ում, երեկոյան ժամը 7-ին կայացավ Զոնտիկ կամ Անձրևանոց, ինչպես որ ձեզ ավելի հաճելի կլինի ֆիլմի պրեմիերան։ Եվ եթե չեմ սխալվում, զուգահեռ էր պրեմիերան նաև Հայաստանում էր, չէ՞, պարոն Օգլախչյան տեղի ունենում։ Ուրեմն այս ֆիլմի մասին մենք շատ վաղուց ենք ծրագրավորել, որ պետք է սցենարը գրվել էր երևի 2 տարի առաջ։ Հենց ագանատեսների աշկերով, հենց իրանց ընտանիքի համաձայնությամբ սցենարը գրվել է, Ֆրանսիայում են ապրում սցենարիստները հայերը, ովքեր որ գրեցին, եւ Հայաստանում 2 հոգով են գրել սցենարը։ Ուրեմն այս սցենարը սկզբից մտածում էինք սերիալ նկարվել, բայց հետագայում վերջում, քանի որ մենք միայն սերիալներ ենք հիմի նկարահանում, եւ ARTN-ի համար, եւ Artflix-ի համար, եւ որոշվեց, որ գեղարվեստական ֆիլմ նկարվի։ Կներեք, պարոն Օգլախչյան, եթե գեղարվեստական ֆիլմ նկարել եք, դա դեռ չի նշանակում, որ վաղը դրանից սերիալ չի կարելի սարքել, չէ՞։ Գաղափարը եթե հնարավոր է, հագարակն էլ է լինում, օրինակ ասենք Ապրիլին զեդը մենք սերիալ նկարին 24 սերիա, հետո գեղարվեստական ֆիլմ նկարեցինք։ Այնպես որ ամեն ինչ հնարավոր է, բայց այս ֆիլմը նախ ասեմ, որ ռեժիսորը շատ երիտասարդ, շատ ճանաչված Գոշ Հակոբյանն է, Գոշ Հակոբսը, որը ժողովրդին ծանոթ է Անդարի տնագից եւ բազում սերիալներից, շատ շնորհքով տաղանդավոր կարելի ասել տղա է, որովհետեւ այս գործը, որ ինքը նկարեց փաստորեն Զոնտիկը, իմ համար զարմանալիորեն շատ նման էր իրականությանը, քանի որ ես իրականությանը ագանատես եմ եղել, Գյումրիում ճանաչել եմ այդ եղբայրներին Գյումրեցի էին, չէ՞, եթե չեմ սխալվում։ Գյումրեցի էին եւ Կոլյան Նիկոլայը եւ Ֆելիքսը, Ֆելոնու Կոլյան, երկուսն էլ գյումրեցի էին, Պոլիգոն թաղամասի Շիրակացի փողոցի վրա են ապրում։ Միայն երեք ես կինոյի մեջ միակ թերություն նոր ես տեսա, ասեմ այն էր, որ ցուցադրեցին, որ Գյումրի ոնց են Գյումրի տնից փողեր անում, ոստիկանությունը շրջապատված, ես այդ ագանատես եմ եղել։ Այդ մոմենտը չկար, մենակ ցույց տվեցին, որ վերջում մինիստրը գնաց տունը, նստան խոսացին, դե չեմ ուզում կինոյի մասին պատմեմ, բայց ասեմ, որ վերջի տարիների հայ ժողովրդի որպես լուրջ, ես լուրջ իրկադունում ոչ կոմեդիա, ոչ որոշ կինոներ նույնիսկ դրամա, որոշ կինոներ նույնիսկ խեղկադագություն է, բայց տասնյակ 20 հատով սոլդաուտներ է լինում, բայց չխոսենք ուրիշների մասին։ Այս ֆիլմը լուրջ ֆիլմ էր, այսինքն փաստական, փաստերի հիման վրա նկարած ֆիլմ էր եւ ֆանտաստիկ ընտրված ճիշտ դերասանական կազմ եւ ես օրինակ ազնվությամբ եմ ասում, հիացել եմ երեկվա որոշ դերասանների հրաշք խաղից, էլի, եւ իրոք կարելի ասել կերպարի մեջ կատարյալ մտել էին երեք, դուք էլ նայեցիք եւ ես ուրախ եմ, որ Դալիջի վերջում ծափարություններ եղավ, ոդի կանգնեցին, դա արդեն գործի հաջողության նշան է։ Նույնը նաև Երևանում է տեղ ունեցել, նույն օրը Երևանում էր էլի ժամի 7-ին իրենց մոդով, կինո Մոսկվայում եղել է պրեմիերան եւ մեր մոդը եւ հույս ունենք, որ հələ ինքը շատ ցուցադրություններ պետք է ունենա, ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաև մյուս շտատ նահանգներում, մյուս քաղաքներում, որտեղ լուրջ ֆիլմեր ինձ համար ավելի շատ կարևոր է, օրինակ ոչ այդքան իմ կարծիքը, իշքան քո կարծիքը։ Որովհետև ազնվությամբ եմ ասում, որովհետև դու ինքդ ամերիկյան կրթություն ունեցող ռեժիսոր, դու ինքդ այս սֆերայի մեջ 50 տարուց ավել ես։ Մոդարապես ճիշտ ասի, սկսած Փելեշյան, սաղ ինք գիտես, հա Փարաջանով, դու այդ տարիներ ապրած, այդ կինոները, այդ արվեստի տեսած մարդ ես, եւ այսօր իմ համար կարեւոր է նաեւ թե ինչ կարծիք է Դերինիկ Յապունջյանը այս ֆիլմի մասին, հետաքրքիր է, էլի։ Իմ այս վերջի քանի տարվա, չգիտեմ, տեսած ֆիլմերից սա լավագույնն էր։ Անկախության տարիների կարելի ասել։ Չգիտեմ, մոտավորապես, հա, հետ սովետական, այսպես ասեմ։ Եվ ֆիլմը իմ պատկերացմամբ եւ
ընդհանուր առմամբ 3 հիմնական շերտ ունի կարևորագույն՝ սցենար, ռեժիսուրա եւ դերասանական կազմ, հա։ Այդ 3-ը պետք է ապահովես, որտեղ դրանցից մեկը որ կաղած սցենարը չեղավ, ֆիլմ չի, ռեժիսուրան չեղավ, դերասան, այդ 3-ը պիտի լինի։ Այս ֆիլմում այդ 3-ը հավաքվել էր։ Այնպես չի, որ ես նկատողություն չունեմ եւ բան, բայց ասեմ ձեզ, այո։ Եվ օրինակ իմ բանը կլիներ ցանկությունը, երբ որ մենք տեսնում ենք իրանց ամենաբան վիճակից, որ փողի կարոտ եւ այլն դարձան մեծահարուստ միլիոնատեր ու իջան ներքև։ Այդ գծի մեջ ես կուզեի այդ վերևի պահին, երբ որ միլիոնատեր են, իրենց ուրախությունը տեսնել։ Ոնց են որտեվ ես իրանց համար տառապել եմ, մտա վայ գբռնվեն չեմ բռնի, վայ կարողացան բան այդ վայելքը տեսնեի, հետո պատիժ, այդ վայելքը մի քիչ պակաս էր։ Բայց եղբայրներից մեկը կինոյով ոնց որ նենց էր իրան փողը ագանշանակություն ուներ, իրան բավարարում էր Սոր Շանիբեգյանի կերպարին բավարարում էր, որ ընտանիքը սոված չմնա, էլի, ինքը դեն չէր որ այդ փողը վայելեր կամ մյուս եղբայրը, հա։ Բայց եթե միլիոնից ավել ես գողանում, Ռոբերտ ջան, միլիոնից ավել ես գողանում, այդ ընտանիք ապահովել չէ, այդ մի քիչ ավել է արդեն, էլի, հա։ Եվ այդ իմաստով էր էլի, որ համ փաստը, համ կինոն, որ այ մարդը տենց բան տեղի չէր ունեցել։ Բայց ոնց են ստացել 70-ական թվականներ, եւ Պիցիգորսկ, եւ Մոսկվա, եւ Գյումրի, եւ Երևան, Բրեժնև, եւ բացի դրանից էլ այդ մեքենաները, տունը, բանկը, ամեն ինչը, էլի։ Դրամատուրգիա կար, սկզբից հետևում էր հերոսներին մինչև տխուրա, ճիշտ է, բայց տխուրա ավարտին։ Ես խորհուրդ կդամ, ովքեր չի նայե, անպայման եկեք նայեք, որովհետև այս ֆիլմի վրա սոսկալի մեծ գումարներ է ծախսվել եւ ինքը գոնե իր գումարի մի մասն էլ հետ բերի, որ կարողանանք նաև հետագայում էլ այսպիսի լավ ֆիլմեր կարողանանք ժողովրդին ցուցադրել, որովհետև այնքան այսպիսի դեպքեր քիչ է եղել սովետական միության տարիներին, սա տարի գողություն ճանաչվեց։ Ես մի անգամ մեկի հետ խոսեցի Միացյալ Նահանգների որ UCLA համալսարանի դասախոսներից պատմության մեկի հետ խոսեցի մի անգամ, ասում եք, գիտեք, ձեր Գյումրիի դեպքը նույնիսկ գրքերում է գրված։ Այնտեղ պատմում։ Չգիտեի, որ այդ գողության դեպքը համալսարանի իրավաբանական ֆակուլտետների գրքերում կա, էլի, այդ հարցը Բրեժնևի մոտ էր արդեն, պատկերացրեք։ Իդեպ մի բան ասեմ, միգուցե չհավատաք։ Ուրեմն երեք որ գնացինք ֆիլմը նայելու, այսօր որ պարոն Օգլախյանը ասեց, որ զրույց ենք ունենալու, ես չգիտեի թե ինչ կապ ունի ինքը ֆիլմի հետ, ազնիվ խոսք։ Հիմա կարող է չհավատան, չէ՞ մարդիկ, հա, ասեցի, իսկ դուք ինչ կապ ոնց որ չեն հավատում, որ լուրերից ես խաբար չեմ, էլի։ Սաղ ասում են, ինչ ասում է Օգլախյանը։ Այդ աչքերով եմ նայել, լրիվ անկախ, էլի, այո։ Այնպես որ իսկապես խորհուրդ եմ տալիս, ունենք չէ՞ էլի ցուցադրում։ Ամսու 15-ին, այո, նորի ժամը 7-ին նայեք, եկեք վիճելու բաներ կան, կվիճենք իրար հետ ոնց ասեմ ձեզ, հա, բայց արժի նայել այդ ֆիլմը։ Բանն եք ավելացնելու բանը։ Չէ, դա դուք ուրիշ հարց չունեք։ Ունեմ, մի քիչ թեմայից կարող է դուրս լինի։ Կապ չունի։ Դե քանի տարվա Ինչ ասենք, հետո կասենք եկեք կինո, էլի։ Հա, էլի վերջում, հա։ Ես քանի տարի ես այստեղ աշխատում եմ, պարոն Օգլախյան, 10 քանի տարի չի, կոնկրետ չգիտեմ։ Դու եթե հիշենք արտել ռադիոից արդեն գալիս է 50 տարի։ Մարդիկ այդքան չեն ապրում, չէ։ 91 թվից։ Հիմա պարոն Օգլախյան, ինչքան ես նկատեցի, հա, ավելի դեպի կինո ու բանա գնում է արդյունը, ճիշտ եմ բան արել այդ մոտավոր ուղղությունը եւ այսպես ասեմ, սրանից 5 տարի հետո այդ հերակա պլաններ, որ դուք ունեք, այս Netflix ամեն ինչ իրար հետ վերցած, ինչպես եւ որտեղ եք տեսնում ARTN-ը 5 տարի սրանից հետո։ Նայեք, այսինքն ավելի ֆիլմի բանով չի մեռնելու։ Հերոստատեսությունը ինքը կա, որովհետեւ ինչ ուզում ես արա, այս ուղղակի կարող է մենք ինչ որ բաներ փոփոխել լինի։ Կարող է նյուզը դառնա մի տարի հետո կամ կարող է ավելի շուտ դառնա այսպես։ Լայֆ է, արուսակը տերին գնստած են, խոսում են, հետո մարդը զանգում ինչ որ հարց է տալիս, ես չգիտեմ։ Ինտերակտիվ կարող է։ Փոփոխել լինելու է, որովհետեւ այսօր մարդիկ սիրում են ինտերակտիվությունը։ Social media-ի ոչ թե այսօր
հայկական ասում են հայկական ծրագրեր մենք չենք տանում, չէ, նայում են ավելի շատ, քան առաջ, բայց առաջ մենակ հեռուստատեսությամբ քեյբլով կարող էին նայել, հիմա միլիոն վիճակներ կա, մարդը կարող է տունը դրել է մոյդոմ կամ ֆիբի, եսի ինչ է դրել, որ ժամին ուզում է գնա, հետ է տալիս, կամ YouTube-ով մտնում է, կամ որևէ տեղ, այսինքն social media-ն չի սպանում TV-ին, այլ ընդհանրակը Առաջ եթե ես կարող էի ռադիոն այսօր մենակ Տերերիկին ու Ռաֆայելին ենթադրենք լսել Լոս Անջելես այս քաունտիի մեջ ռադիոյով կամ ավտոյի մեջ հիմի ապը ծրի ապ կա արտել ռադիո 107.3 ես ուր գնում եմ ապը հեռախոս Ձերի download է դեպի Ձերի եմ անվճար download անում եմ լսում եմ կամ եթե մենք կինոներ ենք նկարում Netflix-ի համար չի նշանակում որ եթե Netflix-ի կինո է նկարում ինքը չի տալիս մյուս հեռուստաընկերություններին որ տնեն ամեն մարդ ի վիճակի չէ կարող է փող վճարելու եւ վճարովի նայելու վերջը մի որոշ կար ժամանակ հետո գալիս է հեռուստատեսությամբ ենք ցույց տալիս կամ YouTube-ով այսինքն հեռուստատեսությունը չի մեռնելու այլ փոխվելու է ծրագրային առումով, էլ այսինքն ավելի շատ ես մտածում եմ ավելի շատ ինտերակտիվ բաներ։ Այսինքն թեկուզ news-ը ինտերակտիվ լինի, live լինի, հիմի ընտրությունները քաղաքական տարբեր բնակավարի մարդկանց բերվի, live միացվի, խոսվի, այսինքն ոչ թե Դենիկ Յապունյանը խոսացնում է երկուսին էլ, այլ ինքը իր կարծիքը չի հայտնում, այլ իրենց կարծիքների բախումից պետք է ժողովուրդը լսի հասկանա թե Հայաստանում զանգի ասին դրեք, կլենդերում զանգի ասին դրեք, կոնգրես դրենք, չնայած կոնգրեսը մի օքի է, հայ։ Արդեն պարզ է։ Հա, պարզ է, այսինքն այս տեսակ հաղորդումներ կարող է շատացնենք, էլի, Տերնիկ ջան, մի խոսքով չի մեռնելու։ Մի քիչ ժամանակից անցել են, գիտեմ, բայց ոչինչ, մի հատ էլ տեխնիկական Մի հատ էլ տեխնիկական հարց ունեմ, որ ինձ շատ են այս մասին հարցնում, ես չեմ կարողանում պատասխան։ Օրինակ, ես իմ տանը Գլենդելում եմ ապրում, պարոն Գլախջան։ Այդ 99 սենթանոց 99-ից առաջ անտենայով, արդեն մաքուր սիրուն նայում եմ։ Ճիշտ է։ Հա։ Հիմա երկու շենք են կողմ, երկու փողոց են կողմ, հա։ Մեկը կա որ ասում է, չեմ կարողանում նայել։ Հիմա ո՞նց է լինում սա։ Նայեք, անտենայով այդ նայելու հասկացողությունը ես ես ասեմ, որ բոլորը կուրսի լինեն, էլի։ Անտենայով նայելու հասկացողությունը, քանի որ ռետրասլացիոն անտենան, որ գնում է մեզանից դեպի Փասադենա, Mountain Wilson-ի վրա է, եւ այդ հաջախակ այդ սիգնալները, որ այդ անտենայի ընդեղից գալիս է, եթե ձեր կողքի շենք է, դարանքում բարձրարկ շենք կա, որ իրան չի ասնում, հնարավոր է, կարող է նույնիսկ 100 մետրենկով շենքը չկարողանա նայի։ Դրա համար որոշ էրիաներ կան, շատ քիչ են այդ էրիաները։ Տեղանքից է փաստորեն, հա։ Հա, տեղանքից։ Իսկ այդ մարդիկ ինչ անեն, որ կարողանան նայել, պարոն Գլախջան։ Եթե ուզում են, որ ERT-ը նայեն, իրենք կարող են ֆիբի, որ ձեր լուրերի հովանավորն է, դիմում են եւ այնքան էժան է $20 ինչը ամիսը ոչ միայն հայկական ամբողջ հազարներով ծրագրեր կա, էլի։ Մարդը եթե ինձ հաճախ հարցնում են ոնց անենք, հանգուցություն ունենա մարդը, հեշտ է գտնելը դնելը։ Իսկ $20-ը այսօրվա համար մի հատ լավ սիգարետի կին է, լավ բաշկի, քանից է տարեշ։ Չեմ ասում կամ մի շիշ շամպանսկի, հա։ Շամպանսկին թանկ է, ավելի թանկ է։ Դրա համար մարդը իր հաճույքի համար էլի մանավանդ երկրում Տերնիկ ջան Թոշակստանում են, ամեն ինչը ոչ այլ 20 տարեկան տղեն չի նստելու հայկական հեռուստաընկերությունները։ Հիմնականում հերարնի կարող է մի իրիկունել ինքը նստի մի հատ կինո նայի, մի ասա։ Լավ կլինի որ նայի, լավ կլինի։ Դրա համար թող $20 մի պաշկայել պագաս։ Շնորհակալություն պարոն Գլախյան։ Խնդրեմ։ Իմիջիալոց դուք ամենակիչն եք ձեր ալիքում ելույթ ունենում համեմատելով ալիքների եւ բաների հետ, հա, չգիտեմ։ Շուտով ամենօրյա շոու եմ բացել։ Կամաց, հա։ Ֆիլմը 15-ին չէ, եթե չեմ սխալ։ 15-ին երեկոյան նորից ընդեղ են կլնելու։ Եթե ձերի պարկինգ կա, երեք ես գնացի ու պարկինգ բոլորին հերիքում է, այնպես որ այդ իմաստով հանգիստ եղեք։ Եվ ERT-ի մի մաս կոլեկտիվի մի կեսը երեք էր մասնակցում, մյուս կեսը լինելու են ամսու 15-ին։ Հրավիրում ենք։ Այսինքն հրավիրում ենք, ասենք, չհասկանան անվճար, էլի։ Ես իհարկե հրավիրված էի, բայց ցավոք սրտի բոլորի չեն կարող հրավիրել, այնպես որ այո։ Պարոն Չեբուխյան, կներեք մեզ, բայց ձեր ժամանակից մի փոքր խլեցինք։ Շնորհակալություն։
այսքանը կհանդիպենք երկու շաբթի, ընտիր շաբաթվա Շնորհակալություն։ վերջերս։